Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել հակախտրականության և իրավահավասարության էթիկական նորմերին նվիրված համաժողովում։ Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Խորհրդարանում ներկայացվել է Սիգմա ծրագրի կողմից Հայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման զեկույցը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կազմակերպած էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում միջազգային համաժողովին և հանդես եկել ելույթով։ Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, կառավարության հարգելի անդամներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, մեծարգո դեսպաններ, հարգելի հյուրեր, նախ շնորհավորում եմ մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով դեկտեմբերի 10-ը բոլորիս հիշեցնում է այն հիմնական արժեքների պաշտպանության մասին, որոնց վրա կառուցվում է ժամանակակից ժողովրդավարական հասարակությունը՝ մարդկային արժանապատվություն, ազատություններ, հավասարություն։ Պետք է արձանագրենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն պետության պարտականությունն է, այլև հանրային համերաշխության հատուկ բաղադրիչ է։ Ազգային ժողովը, որպես ժողովրդավարական պետության բարձրագույն օրենսդիր մարմին, կարևոր առաքելություն ունի մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Մենք շարունակում ենք հետևողականորեն կատարելագործել մարդու իրավունքների ոլորտին առնչվող օրենսդրությունը։ Բացի այդ, պարտավոր ենք երաշխավորել, որ յուրաքանչյուր քաղաքացի անկախ առանձնահատկություններից հնարավորություն ունենա լիարժեք օգտվելու իր իրավունքներից և ազատություններից։ Այս համատեքստում ուզում եմ արձանագրել, որ իրավահավասարության ապահովման և խտրականության պաշտպանության մասին օրենքի նախագիծը գտնվում է ակտիվ քննարկման փուլում։ Օրենքի ընդունումից հետո վերոնշյալ գործառույթները վերապահովելու են հենց մարդու իրավունքների պաշտպանին, ինչը էապես կընդլայնի ՄԻՊ գործունեությունը ու հնարավորություն կտա առավել համակարգված արձագանքել անհավասարության դեպքերին։ Նշվածը սակայն միայն մի մարմնի աշխատանքը չէ։ Այն պահանջում է համատեղ գործունեություն ինչպես քաղաքացիական հասարակության ու միջազգային կառույցների, այնպես էլ պետական մարմինների մասնակցությամբ։ Մենք պատրաստ ենք շարունակել բարեփոխումների ուղին, ամրապնդելով էական չափորոշիչները և առավել հստակ մեխանիզմներ սահմանել իրավահավասարության ապահովման համար։ Կոչ եմ անում բոլոր դերակատարներին շարունակել համատեղ ջանքերը, կառուցելու հարգանքի, ներառականության և արդարության վրա հիմնված հասարակություն և պետություն։ Այդ ճանապարհին մենք ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ դարձնել Հայաստանը այնպիսի երկիր, որտեղ մարդու իրավունքները ամբողջությամբ պաշտպանված կլինեն, երբեք և որևէ պարագայում կասկածի տակ չդրվելու երաշխավորությամբ։ Շնորհակալություն։ Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով։ Այս նախադասությունն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին հոդվածում։ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունում է հենց այս հռչակագիրը, իսկ 1950-ին առաջարկում դեկտեմբերի 10-ը նշել որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 360 լեզվով, ընդ որում աշխարհում որևէ այլ փաստաթուղթ չի թարգմանվել այսքան շատ լեզուներով։ Գիտեք դեկտեմբերի 10-ը ինչ օր է։ Չգիտեմ անգեղ։ Չէ, ճիշտ մոտ։ Չէ, կներեք։ Չէ, շնորհակալություն։ Դեկտեմբերի 10-ը չէ։ Չէ։ Չգիտեմ։ Չէ։ Թեև օրն ամբողջ աշխարհում նշվում է գրեթե 75 տարի, բայց մեր համակարգացիները օրվա մասին չէին լսել, փոխարենը գիտեն, որ մեր երկրում պաշտպանված են մարդու իրավունքները։ Որտեղ Հայաստանում մտածում եմ, որ հա, պաշտպանված են 100%-ով։ Մեծամասնությամբ կարելի ասել այո, բայց որոշակի տոկոսային հարաբերություններով շատ մարդիկ էլ պաշտպանված չեն։ Հիմա բավականին ավելի լավ է, քան մի առժամանակ առաջ էր։ Ավելի շատ հա, քան չէ։ Չի ասի, որ 100%, բայց էլի փառք Աստծո, լավ է։ Գոհ ենք ու շնորհակալ ենք։ Խորհրդարանում մարդու իրավունքներին վերաբերող հարցերով հանձնաժողով ձևավորվել է դեռևս 35 տարի առաջ։
1990-ին Գերագույն խորհրդում ստեղծվել է Մարդու իրավունքների եւ ազգությունների հարցերի մշտական հանձնաժողովը, որը ղեկավարել է Ռաֆայել Պապայանը։ Հանձնաժողովում ձևավորման պահից առ այսօր քննարկվում են մարդու եւ քաղաքացու իրավունքներին եւ ազատություններին, փաստաբանական եւ նոտարական ծառայություններին, երեխայի իրավունքներին, կուսակցությունների եւ այլ հասարակական միավորումներին, կրոնին, գենդերային հարցերին, ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր։ Վերջի փուլում բավական ինտենսիվ առանցքային օրենսդրական նախաձեռնություններ եղան, որոնք իհարկե ընդունվեցին։ Ես նկատի ունեմ սկսած աղջիկների ամուսնության տարիքի բարձրացում, ընտանեկան բռնության մասին օրենքը, երեխաների պաշտպանության օրենքը, որը շատ լայն ու մեծ համապարփակ օրենսդրական նախագիծ է, որը նաև պրակտիկ է, սպահին պետք է արդեն իմպլեմենտացվի կոնկրետ մարզում, վերջացրած հենց մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող օրենսդրական փոփոխություններին։ Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում։ Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը։ Կարծում եմ, այդեն իրավական ոլորտն է, որտեղ ոչ միայն իրավական դաշտով է հնարավոր ինչ-որ հարց լուծել, այլև անընդհատ դրա մասին խոսելուց, կարևորելուց, հանձնաժողովի գործողությունները հագին մեծ մասով հենց ուղղված են դրանց, այդ թվում նաև տարբեր ՀԿ-ների, իրավապաշտպան, մարդու իրավունքների, կանանց եւ այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպան ՀԿ-ների հետ հանդիպումները, օրակարգերի ձևավորումը եւ այլն։ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքն ընդունվել է 2003 թվականին։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը հյուրընկալել է մեր երկրում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլաքշի Սահա Սինհային։ Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, միջխորհրդանական համագործակցության խորացումը։ Երկկողմ կապերի սերտացման հարցում ազգային ժողովի փոխնախագահը կարևորել է դեսպանի արգասաբեր աշխատանքը։ Բարեկամական խմբի անդամները խոսել են տարածաշրջանային զարգացումներից, անդրադարձել Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Թրամփի ուղի համաձայնագրի նախաստորագրմանը։ Կարևորվել է մարդասիրական խնդիրների շուտապույտ լուծումը, Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ կալանավորված այլ անձանց անհապաղ ազատ արձակումը։ Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին դեսպանն ընդգծել է, որ Հնդկաստանը ցանկանում է տեսնել Հայաստանն ուժեղ, իսկ տարածաշրջանը խաղաղ։ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանն ու խմբի անդամ Շիրակ Թորոսյանը հանդիպել են Իրանի Մեջլիսի պատվիրակության հետ։ Նարեկ Բաբայանը նշել է, որ Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր բարեկամ պետություն է, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը։ Նա ընդգծել է խորհրդարանական համագործակցության կարևորությունը։ Մեջլիսի падգամավոր Էսմայիլ Սիավաշը համոզմունք է հայտնել, որ ակտիվ փոխայցելություններն իրենց ուրույն դերակատարումը կունենան երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում պարսկերենի տարածմանն ու դասավանդմանն ուղղված բարենպաստ պայմաններ ապահովելու համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կառավարության հեղինակած խաղաղության խաչմերուկ նախագծին տարածաշրջանային խնդիրներին։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ու հանձնաժողովի անդամները հանդիպել են Բենիլյուքսի երկրների արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրենների հետ։ Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը, խոսել Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունից, այդ գործընթացում կարևորելով նաև Բենիլյուքսի երկրների ակտիվ ներգրավվածությունը։ Հանձնաժողովի ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մանրամասներ ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացից։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական զարգացումների, ինչպես նաև հաջորդ տարի տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Սիգմա ծրագրի կողմից ներկայացվել է Հայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման զեկույցը։ Հայաստանը գնահատվել է այն մեթոդաբանությամբ եւ չափանիշներով, ինչ Եվրամիության հետ ինտեգրման փուլում գտնվող պետությունները։ Գործընթացում ակտիվորեն ներգրաված են եղել պետական կառավարման համակարգի բոլոր մարմինները, այդ թվում ազգային ժողովի աշխատակազմը։ 2024 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման համակարգի համապարփակ գնահատման գործընթացի մեկնարկից 1 տարի անց դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Սիգմա ծրագիրը համատեղ կազմակերպեցին խորհրդաժողով գնահատման արդյունքները ներկայացնելու եւ դրանց շուրջ մասնագիտական քննարկումներ անցկացնելու նպատակով, որոնք վստահ եմ ուղենիշային կլինեն հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակման համար։
Դավիթ Հարաքելյանի խոսքով խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում, այդ թվում Հայաստանում օրենսդիր մարմինը մշտապես բարեփոխումների կիզակետում է։ Զեկույցի գնահատման չափորոշիչները, հանրային կառավարման ոլորտում մեր երկրի առաջընթացն ու մարտահրավերները ներկայացվել են ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին։ Օրենքների հասանելիությունը շատ բարձր է։ Հայաստանը ես կասեի չեմպիոն է այն երկրների շարքում, որոնց մենք գնահատել ենք, որովհետև բոլոր օրենքները, կանոնակարգերը, որոնք ընդունված են կառավարության կողմից, նույնիսկ նախարարի որոշումներն անվճար առցանց հասանելի են։ Այսպիսով Հայաստանը լավ օրինակ է ծառայում։ Հայաստանի կառավարման համակարգը եւ ուժեղ եւ թույլ կողմեր ունի։ Ուժեղ կողմերից մեկը թվայնացման գործընթացներն են, թափանցիկությունը։ Մյուս կողմից էլ թույլ կողմեր ունենք քաղաքծառայության ոլորտում։ Մեր առաքելությունը հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ աշխատանքն է։ Մեր մանդատի շրջանակում շարունակելու ենք աջակցել ոլորտի զարգացմանը։ Ծրագրի ղեկավարը դրական է գնահատել Հայաստանի ազգային ժողովի աշխատանքը, նշել, որ օրենսդրական աշխատանքները թափանցիկ են, խորհրդարանը հետևում է կառավարության գործունեությանն ու գնահատում։ Գրեգոր Վիրանտի խոսքով իրենք այժմ աշխատում են Եվրամիության թեկնածու 8 եւ Եվրոպական հարևանության անդամ 9 երկրի հետ։ Թեև Հայաստանը Եվրամիության թեկնածու երկիր չէ, բայց գործընկերությունը Եվրամիության հետ եւ եվրաինտեգրման ձեռքբերումները շատ ավելի ուժեղ են, քան այլ հարևան երկրներում։ Մեր ցուցանիշները որոշ ոլորտներում, որոշ պետություններից ավելի լավ արդյունք ունենք, ինչպես օրինակ թափանցիկությունը, այդտեղ բացարձակ առաջատան ենք, նույնիսկ մյուս թեկնածու պետություններից առաջատան ենք, խորհրդակցությունների տևողությունը, դրանց ներառականությունը, որակը, այս առումով էլի առաջատար ենք։ Եվրամիության պատվիրակությունը պատրաստ է աջակցել Սիգմայի աշխատանքներին, հավաստիացրել է Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Թեմատիկ քննարկումների ու հարցուպատասխանի ձևաչափում անդրադարձ է եղել հանրային կառավարման ոլորտում պետական ֆինանսների կառավարման, ծառայությունների թվայնացման, հանրության հետ արդյունավետ հաղորդակցության թեմաներին։ Հանրային ծառայության գրավչության առումով էլ քննարկվել են պետական կառավարման ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի վերանայման հնարավորությունները։ Առանցքում են եղել եվրաինտեգրման գործընթացին առնչվող հարցերը։ Իմպլեմենտացիայի փուլում են որոշակի խնդիրներ նկատել, ընդունված օրենքների կիրառման համար անհրաժեշտ ենթաուրեցական ակտերի որոշակի, այսպես համակարգում որոշակի խնդիրների հետ գործ ունենք, եւ մենք բնականաբար հաշվի կառնենք այս բոլոր դիտողությունները, ընդհանուր կարծում եմ, որ շատ արդյունավետ հետազոտություններ, շատ ինֆորմատիվ եւ մենք իրենց հետ կշարունակենք այս նույն ոգով աշխատել։ Առաջիկայում մեկնարկելու են հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակման աշխատանքները, հիմքում ունենալով այս զեկույցի առաջարկները։ Հայաստանում արմիությունների ուժեղացմանը, ոլորտային օրենսդրության բարեփոխմանը, աշխատավորների համար առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանների ապահովմանը, այդ ուղղությամբ իրականացվող օրենսդրական աշխատանքներին վերաբերող հարցեր են քննարկել աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիկ Նաստիգրանյանն ու Արմիությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյուկ Տրիանգլին։ Անդրադարձ է եղել նաեւ ոլորտային այլ կոնվենցիաների, որոնք վերաբերում էին աշխատավորների ազատություններին, նրանց կողմից գործադուլներ անելու իրավունքներին, այդ ուղղությամբ Հայաստանի ազգային օրենսդրության բարեփոխման ուղղությամբ իրականացվող գործողություններին։ Այդ համատեքստում Հերիկ Նաստիգրանյանն ընդգծել է գործատուից ֆինանսապես անկախ արմիություն ունենալու կարևորությունը։ Զրուցակիցները կարևորել են համագործակցության շարունակականությունը։ Հայաստանը հանձնառու է զարգացնելու եւ խորացնելու հարաբերություններն Իռլանդիայի հետ։ Այս մասին ասել է ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը Հայաստանում Իռլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Բենոնի հետ հանդիպմանը։ Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է խորհրդարանական փոխհամագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը։ Քննարկվել են նաեւ Իռլանդիայի հետ մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նշվել է, որ երկու երկրների հարաբերությունների սերտացմանը կարող է նպաստել նաեւ Իռլանդիայից Հայաստան ուղիղ չվերթների բացման հնարավորությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը, վիզաների ազատականացման գործընթացին։ Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ 2026 թվականի մայիսին Հայաստանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։